Հրապարակ թերթը գրում է. Երևանի ավականու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է հանրային ձայն խմբակցության անդամ Արտակ Գալստյանին Երևանի քաղաքի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Հանրային ձայն խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց, ասելով, որ այն հունիսի 23-ին իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը ազգային առաջընթացից Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանն ավականու նիստերին չի մասնակցում։ Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։ Իհարկե, անարդար է, որ մարդու նկատմամբ նման որոշում է կայացվում, բայց ես հիշեցնեմ այս մարդկանց սրիկայական մասնակցությամբ իր թիմակիցների Երևանում թանկացավ տրանսպորտը, կարմիր գների սակագները եւ առաջին հերթին քաղաքապետ կարողացավ դառնալ Տիգրան Ավինյանը։ Այսինքն ինչից են այս մարդիկ դժգոհում։ Դժգոհում են, որ իրենք սրիկայությունների մասնակից են եղել եւ հիմա նույն սրիկայության զոհն են դառնում։ Կարծում եմ դժգոհելու տեղ չունեն։